Ուշադիր, սա շանտաժի միջոց է, որ կիրառվում է Հայաստանի դեմ։ Ալիևի օգնականը արգենտինական մեդիային տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը պետք է բաց չթողնի խաղաղության հասնելու հնարավորությունը, քանի որ այն չի լինելու հավերժ։ Սա իհարկե շանտաժի միջոցներից կամ տարբերակներից մեկն է, որ կիրառում է Ադրբեջանը Հայաստանին իր նախապայմանները պարտադրելու համար։ Դրանք հայտնի են։ Երևանը խոշոր հաշվով այդ նախապայմանների հանդեպ դրսևորել է լոյալություն, նախաձեռնել է սահմանադրության փոփոխություն, իսկ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցում էլ ընդունելով դրա հնարավորությունը։ Այդուհանդերձ դիտարկում է այդ քայլն այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատուն խաղաղության ամրագրումից հետո։ Ադրբեջանի համար Երևանի այդ մանևրը ընդունելի չէ եւ Բաքուն փորձում է շանտաժել, որ ժամանակը անսահմանափակ չէ։ Եթե Երևանը տրվի այդ շանտաժին, ապա հաջորդը լինելու է ոչ թե խաղաղությունը, այլ նոր շանտաժը։ Տարբերությունը լինելու է ընդամենն այն, որ Բաքուն կիրառված շանտաժի միջոցով Երևանից կորզելու է նախապայմանների անվերապահ ընդունումը, բայց դա էլ ընդամենը նոր նախապայմանների հերթն առաջ տալու համար է։ Ադրբեջանի քաղաքականությունն այդ իմաստով վաղուց բավականին հստակ եւ կանխատեսելի է։ Բուն հարցն այն է, որ այդ քաղաքականությունը հյուսել է մի փակ շրջան, ինչը եղել է այսպես ասած երկկողմ ձևաչափի հետևանք։ Հենց այդպիսի շրջանից ապահովագրվելու համար է կարևոր միջնորդական ձևաչափի առկայությունը, քանի որ երկկողմ ձևաչափի պարագայում անխուսափելի էր լինելու ուժային դիսբալանսի հետևանքը։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին, պինդ եղեք։ Ես կարող եմ դեռ իմ կարծիքը ասել, քանի որ հստակ չգիտեմ փաստեր, դա ինչի հետևանք էր, իմ կարծիքով այստեղ Ռուսաստանի ազդեցությունը կա, ինչու, որովհետև եթե ուշադիր եք, դիտորդների դեմ խոսում էին երկու երկիր, նույնիսկ Թուրքիան այդքան չէր արտահայտում դիտորդների դեմ, խոսում էր Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Տիկին Զախարովան ձայնակցում էր միշտ Ալիևին եւ ասում էր, որ վերադարձեք եռակողմ պայմանավորվածությունների, ինչ դիտորդ, եկեք Մոսկվա։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը սխալ կարծիք ունի, որ Վլադիմիր Պուտինը հասել է իր նպատակներին Ուկրաինայում, վերջ, նա արդեն կարող է իր հայացքը ուղղել հարավային Կովկաս, եւ մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար փոխում են, չէ՞, նավերը, ԵՏՄ, Եվրամիություն, Արևմուտք, Ռուսաստան, դա ոչ թե դիվերսիֆիկացված քաղաքականություն է, ինչին ես կողմնակից եմ, այլ նոր հովանավորների փնտրտուք եւ գուցե ես ելի եմ ասում չեմ կարող 100% իմանալ ինչ է կատարում Նիկոլ Փաշինյանի գլխում, նա կարծում է, որ պետք է լսել Պուտինի հորդորները, որը միանշանակ դեմ չի լինի, որ եվրոպական դիտորդները դուրս գան այստեղից, այլ տարբերակ ես չեմ կարողանում դեռ գտնել։ Մոտ արդեն 1 տարի ես նշել եմ, որ Ադրբեջանը անընդհատ նորանոր պահանջներ է ներկայացնելու եւ այդ երկու չհամաձայնեցված կետը կդառնա 22, հետո 102, քանի որ Ադրբեջանը ուղղակի չի ցանկանում գնալ խաղաղության եւ այս պահին չունի դրա մոտիվացիան։ Կխոսեն Արարատից, Զինանշանից, Ցեղասպանությունից, Սումգայիթից, Խոջալույից, որ մենք ներողություն խնդրենք, կասեն Սումգայիթ չի եղել, ընդունեք, Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի իրավունքից, Արցախի հարցը փակելուց, Մինսկի խումբը փակե, ամեն ինչից, որպեսի հետաձգեն Հայաստանի հետ խաղաղությունը, իբրև թե այստեղ խնդիրներ է տեսնում։ Եվ քանի որ կարծես Հայաստանը ինքը չունի որևէ պահանջ Ադրբեջանին, այստեղ մենք կատարողի դերում ենք, պահանջողը Ադրբեջանն է։ Հիմա կասեմ, բա մենք պարտվել ենք, գիտեք, այդպիսի տրամաբանությամբ Երևանը, Երևանը, եկեք ավարտենք ամեն ինչ, ինչ նշանակում պարտվել ենք։ Ադրբեջանն էլ էր պարտվել առաջին Ղարաբաղյան պատերազմում, բայց Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն չգնաց կապիտուլյացիայի, կարողացավ իր հաղթանակը ձևակերպել։ Այսինքն հարցը այստեղ պարտությունը չի, որ իրականում պարտություն չի եղել, բոլորս գիտենք 5 երկրով ինչ են արել եւ Ադրբեջանն էլ լավ գիտի, որ միայնակ երբևիցե չէր կարող հասնել իր նպատակին։ Հարցը այն է, որ Հայաստանը շարունակում է իր իջողական քաղաքականությունը, որը ոչ միայն չի բերելու խաղաղության, այլ բերելու է նոր պատերազմի։ Էլի 100-րդ անգամ կկրկնվեմ, որ խաղաղություն ասելով խաղաղություն չեն բերում։ Եթե գիտեն, որ դու թույլ ես, նույնիսկ եթե դու կատարես ամենամեծ պահանջները, դա չի հագեցնի այսօր Ռուսաստանի օրինակը ագրեսորին, այնպես որ սխալ քաղաքականություն է որդեգրել այս կառավարությունը եւ շատ կործանարար։
Դե եթե խոսքը նախկին նախագահների մասին է, կարծեմ Սամվել Բաբայանին էլ այդտեղ նկատի ունեն, եթե չեմ սխալվում։ Ադրբեջանի համար այո, իրենք ռազմական հանցագործներ են, Ռուբեն Վարդանյանն էլ է ռազմական հանցագործ։ Ես ունեմ այստեղ մի տեսակետ։ Իմ դիրքորոշումը այդ անձանց մասին շատ հայտնի է։ Հայտնի է թե ինչ բացասական դեր են իրենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում եւ կորուստը մեծամասամբ Արցախի պայմանավորված է եղել իրենց սխալ քաղաքականությամբ տարիների ընթացքում։ Այդ որ ոմանք գալի ասում են մենք Արցախը պահել էինք, դուք հանձնել էիք, մենք այդքան միամիտ չենք, դպրոցը նոր չենք ավարտել, մենք հասկանում ենք, որ սխալ վարած 20 տարի քաղաքականությունը, բանակը թուլացնելը, չունենալը դաշնակիցներ, ունենալ դաշնակից, որը ամեն օր գոռում է, որ Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջանի մաս է, ճանաչեիք Հայաստանի մաս, այդ իրենց է ասում եւ իրենք չեն պատասխանում։ Պարզ է, որ ամեն ինչ պետք չի բարթել այս իշխանությունների վրա, որոնց իդեպ ես շատ բացասական եմ հիմա վերաբերում եւ քննադատում, այսինքն արդարությունը պետք է ասել, բոլոր կողմերին պետք է ասել։ Նախկին իշխանությունները իրենց մեղավորությունն ունեին Արցախի կորստում, Նիկոլ Փաշինյանն էլ ունի հիմա արդեն Արցախի եւ նաեւ Հայաստանի թուլացման, չեմ ուզում ավելի բացասական բառեր օգտագործել, հարցում։ Այստեղ իրենք արդեն նույն կարծես պատասխանատվությունն են կրում։ Սակայն ռազմական հանցագործ Ալիևը իրավունք չունի Հայաստանին ասել արտահանձնեք ինձ այս անձին կամ այն անձին, այսինքն կարճ ասած Ալիևը այն դեմքը չի, որ կարող է Հայաստանի հետ ռազմական հանցագործների մասին, որտեղ եթե այդպես է Հայաստանը ինքը կարող է հենց քրեական միջազգային դատարանի ստատուտը, որ վավերացրեց անիմաստ, ես այդպես էլ չհասկացա ինչու էր դա պետք է թե չէինք օգտագործելու միջազգային ասպարեզում, հենց Ալիևին պահանջել, որպեսզի քրեական միջազգային դատարանում դատեն եւ դրա բոլոր հիմքերը ունենք։ Այնպես որ Ալիևը չի, որ կարող է Հայաստանից որևէ մեկին պահանջել, բայց այն, որ այս անձինք պետք է պատասխանեն, թե ինչով են 30 տարի զբաղված եղել եւ 20 տարի ինչպես են Արցախի հարցը խաղարկել իշխանության գալու եւ գնալու համար, դա հարցի այլ կողմն է։ Թուլությունն էլ կապված է նրա հետ, որ պատերազմից հետո, երբ որ բոլորը խոսում էին, որ տնտեսությունը պետք է ռազմականացվի, ըստ էության դրվի ռազմական ռելսերի վրա, ինչ առումով, սա չի վերաբերում հայերենական պատերազմի ընթացքում այդ մոդելին, այլ որ պետք է ստեղծեն գործարաններ, որոնք արտադրեն զենքեր, որը Հայաստանը կարող է արտադրել, որ Ուկրաինան արտադրում է այսօր իր զենքերի 40-ից 60%-ը, այսօր ԱԹՍ-ների պատերազմի դար է, հարևան երկիրը լազերային զենք է արտադրում, մի ծիծաղելի է, իհարկե մենք գիտենք, որ դա Իսրայելն է արտադրում, մենք այն օրը լսում եմ, ասում են տիեզերք ենք շուտով թռչելու, պետք չի տիեզերք թռչել, պետք է ունենալ զենքեր այսօր եւ հենց այս պահին, մաքրել բանակը գեներալներից, որոնք զերացրով հրամաններ չեն կատարել, որոնք զբաղվում են կոռուպցիայով, եթե դու այս քայլերը չես արել, չունես տնտեսություն հզոր, զբաղված ես փոքր եւ միջին առևտրականների գրպանները մտնելով, դրա փոխարեն օլիգարխներին եւ միլիարդատերերին ես բերում հարկային դաշտ, չես բերում այն գողացվածը, որը խոստացել ես, էլի գնում ես ընտրությունների բրավուսները հետ բերելու լոզունգներով, ժողովուրդը արդեն վստահություն չես ներշնչում վստահություն ժողովրդի մոտ, այդ հասարակությունը պառակտված է, այսինքն Հայաստանի ժողովուրդը այսօր չի էլ ուզում գնա պայքարի, ինչի համար պայքարի, տեսնելով թե ինչ է կատարվում, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ամեն օր թատրոնը արդեն տհաճ է նայել ազգային ժողովում, դու ես հանձնել, չէ դու ես հանձնել, դու ես կապիտուլյանտ, ինչքան կարելի է, տեսնում եք այսօր ինչ է կատարվում, զարթնում ենք ամեն օր մի բան է փոխվում աշխարհում, մի երկիր է ոչնչանում, մեկն է մասնատվում, մենք զբաղված ենք 7 տարիա նույն նախադասությունները ասելով։ Ես շատ ցավալիորեն եմ սա նշում, ես ինքս միշտ փորձել եմ հույսեր ունենալ, երբեք որևէ մեկին ուղղակի չեմ քննադատում, որտեղ դրա անունը Նիկոլ Փաշինյան է կամ Ռոբերտ Քոչարյան։ Տեսնում եմ սխալը, ասում եմ, փորձում եմ լինել օբյեկտիվ, բայց այս քաղաքականությունը ես չեմ կարողանում ընդունել, որովհետև չեմ տեսնում, թե դա ուր է տանում Հայաստան։ Ավիշ տեսնում եմ եւ շատ բացասական եմ դա գնահատում։ Երևի ամեն երկրորդ հարցազրույցից վերնագիրը այն էր, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը լուրջ թշնամիներ են եւ հակասություններ ունեն։ Այսինքն դա 2000 իդեպ ասեմ, դες 13 թվականից է գալիս, կարճ խոսեմ, երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր հետ վերադառնալ, ինչպես Վլադիմիր Պուտինը արեց Մեդվեդևի հետ, մեկ սրոկից հետո ժամկետից, բայց Սերժ Սարգսյանը դա չարեց։ Եվ 13 թվականից հետո հիշում եք Օսկանյան, Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դա հենց այս քոչարյանական
դաշնակցությունն էր այնտեղ թևներ, որը Սերժ Սարգսյանին փորձում էր ձեռնոց նետել, այսինքն այս տարաձայնությունները դեռ շատ վաղուց են գալիս այն օրվանից եւ մարտի 1-ի քննող հանձնաժողով ստեղծեց Սերժ Սարգսյանը ինչի համար, որը հիմա տիկին Աննա Մկրտչյան կարծեմ ազգանունը, ասի նա չի կապ չունի մարտի 1-ի հետ, նա քաղաքում 10 հոգի հոսպանող չի, քթից արյուն պիտի չգար ոչ մեկի, գիտեք, մի փոքր դրական խոսենք հումորային, ես նույնիսկ զարմացած եմ, Սերժ Սարգսյանն էլ է զարմացած, որ ինքը այդքան, ինչպես նշեց տիկին Մկրտչյանը, լավ նախագահ է եղել, ընտրված, ուժեղ, կոռուպցիայով երբեք չի զբաղվել, վիրավորեց Սերժ Սարգսյանին, հիմա Սերժ Սարգսյանը հաստատ ասում է, թերագնահատում ես ինձ, ինչպես թե ես կոռուպցիայով չեմ զբաղվել, այսինքն այսպես կերպար են փորձում հրեշտակային ստեղծել Սերժ Սարգսյանի համար, չեն ասում, որ Ղարաբաղյան կլանի, ժողովրդի հետ խնդրում եմ չշփոթել, որոշ ներկայացուցիչների հետ, օրինակ ֆլեշմակ անունով, որի վրա գործ կա հարուցված եւ իհարկե որևէ վճիռ չկա, զբաղված էին բենզինի եւ սալյարկայի գումարները մսխելով։ Էնպես որ գիտեք, ցավալիորեն շատ մի բան է կատարում Հայաստանի բոլոր իշխանությունները այսօր զբաղված են իրար վրա ցեղ շպրտելով, բայց վերջի վերջո իրենց նպատակը նույնն է, կամ լինել իշխանություն, կամ այս իրավիճակում մնալ ընդդիմություն եւ այսպես թատրոններով իրար հետ հարմար խաղալ, ինչպես նշել է Հայաստանի երկրորդ դեմքը։ Էնպես որ սա իրենց համար շատ գեղեցիկ խաղ է, էլի։ Իհարկե իրենք տարաձայնություններ ունեն, իրենք թշնամիներ են, բայց այս պահին բոլորը բոլորին հարմար են։ Քոչյանը ընդդիմության լիդերի դերում, Նիկոլ Փաշինյանը իշխանության, մի քիչ Սերժ Սարգսյանն է տուժում, ասեն ինչի, նա այդ ընդդիմության լիդերությունը կորցնում է, որովհետև կարծես Փաշինյանը հակված է Քոչարյանին տալ այդ դերը կամ Վլադիմիր Պուտինը, դրա համար դա Սերժ Սարգսյանին դուրս չի գալիս։ Բայց ի վերջո, եթե տեսնում եք, նրանք առաջի դեմքերի մակարդակով երբեք իրար հետ չեն բանավիճում, որովհետև լուրջ ընդհանուր անցյալ ունեն։